Կոռուպցիայի դեմ պայքարում իշխանության քաղաքական կամքը չի նվազել եւ չի նվազելու, դա մեր կարևորագույն խնդիրն է եւ մենք մեծ ներդրումներ ենք անում այն կանխարգելման նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հակակոռուպցիոն կոմիտե եւ ներկա գտնվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան ու կառույցի կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Փարիզում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր, ընդգծելով, որ դինամիկ զարգացող հարաբերությունները ընդգրկում են առանցքային բոլոր ոլորտները։ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետություն Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները։ Նախորդ տարի ձևավորած երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով միջոցառման ավարտին ստորագրվել է Պաշտպանության նախարարության ու Հնդկաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության 26 թվականի ծրագիրը։ Ուկրաինան երբեք չի օգտագործել ամերիկյան հեռահար զենքեր Ռուսաստանի կարևոր թիրախներին հարվածելու համար, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խոսքով նրանք կարող են հարվածներ հասցնել սեփական հեռահար զենքերով։ Ի պատասխան Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե Ուկրաինան հեռահար զենքով հարվածներ հասցնի Ռուսաստանին, պատասխանը կլինի ցնցող։